Սիրելի գյումրեցիներ, Շիրակի մարզի ընկերներ, ես ուզում եմ մի քիչ անհամեցություն անել ու նաև խոսել ժամանակին արված աշխատանքի մասին, որովհետև կարծում եմ դրա կարիքը ամեն դեպքում կա, հատկապես հաշվի առնելով, թե ինչ կարգի ստեր ու կեղծիքներ են անընդհատ տարածում ու տարածել։ Տեսեք, հորս կառավարման Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանում կարծում եմ իսկապես շատ մեծ գործ է արվել Աղետի գոտում, հատկապես Շիրակի մարզում, միայն Լինսի հիմնադրամով 149 շենք է կառուցվել, որոնցից 85-ը, եթե չեմ սխալվում, միայն Գյումրիում, 3674 բնակարան, իսկ 2500 գրեթե բնակարան միայն պետական միջոցներով է արվել, կառուցվել են ճանապարհներ, մշակույթի տներ, իսկապես ահռելի աշխատանք է արվել, որովհետև սա է եղել առաջնահերթությունը, այն ինչ կար մինչև 2000-ականները, բոլորդ համոզված եմ շատ լավ հիշում եք, և հետո արված աշխատանքը իսկապես շատ կարևոր է։ Գիտեք, մարդիկ, ովքեր նույնիսկ մեկ հարկ չեն կառուցել այստեղ, որևէ բան չեն ստեղծել, անուն են կպցնում, ինչ-որ, գիտեք, բոլորը շատ տարածված խոսակցություններ, չգիտեմ, մի հարկ պետք է ավել լիներ այդ մասով, մի խոսքով, երբ որ Քրքրքորյանը ողջ էր, ինքն էր դրա մասին խոսում, իսկ հիմա Հարութ Հասունյանը մեռավ արդեն քանի անգամ ասելով, բացատրելով, որ ոչ մի կոպեկ, ոչ մի լումա չի մսխվել, չի ծախսվել ուրիշ որևէ բանի վրա։ Ամեն դեպքում հարկ համարեցի սրա մասին խոսել, հիշեցնել, նաև հենց այս կեղծիքն ու սուտը ամեն դեպքում նորից հերքելու համար։ Գիտեք, առաջնահերթությունը այն ժամանակ դրանք էին, բնականաբար, հիմա մենք արդեն իհարկե ունենք ուրիշ առաջնահերթություններ, ճիշտ է կան դոմիկների խնդիրները և ես համոզված եմ, որ 2-3 տարում իսկապես հնարավոր է այդ հարցը լուծել։ Ինչի պետք է մինչև հիմա այդ ամեն ինչը լինի, գիտեմ, նրբություններ կան այդտեղ, բայց միանշանակ տեսնում ենք, որ 2-3 տարվա ընթացքում այդ հարցը կարելի է իսկապես վերջնական լուծել։ Կարծում եմ շատ լուրջ է խնդիրը ընդհանրապես մարզերով, նաև Գյումրիում երիտասարդության հետ կապված հարցերը և գիտեք, Երևանը մայրաքաղաքն է, բայց կարծում եմ Գյումրին Հայաստանի այն համն ու հոտն է, այն կոլորիտը, որ ունի, հայրաքաղաք ասելը մի քիչ կլիշե է դառել, բայց իսկապես համն ու հոտն է Գյումրին ու հաշվի առնելով թե ճարտարապետությունը, թե մարդկանց, ու կարելի է դարձնել Գյումրին և պետք է դարձնել ոչ միայն Հայաստանի ներսում ամենահետաքրքիր տեղերից մեկը, որ ինքը արդեն կա, բայց նաև ինչի՞ չէ տարածաշրջանի աշխարհի մակարդակով սրա բոլոր հնարավորությունները կան։ Պես որ գյումրեցիներ ջան, իսկապես միասին կարող ենք այս ամեն ինչը անել, մնում է հույս ունենանք, վճռականություն ունենանք այս պայքարը շարունակելու, պարոն Սաղաթելյանը խոսեց ընտրությունների մասնակցության կարևորությունից և Գյումրին դուք նաև դարձրեցիք Գյումրիի ընտրություններով, հենց այն հիմնական նաև հույսը, որ արթնացավ այս իշխանություններին ընդդիմադիր տրամադրված մարդկանց մոտ։ Շատ լավ հասկանում ենք, եթե չլիներ Գյումրիում այն ակտիվ մասնակցությունը, որը եղավ, հնարավոր չէր լինելու։ Մենք ունեցանք սպասվածից շատ ավելի շատ մասնակցություն, 47,000 և ավել մարդ մասնակցեց, ու սա ամբողջապես փոխեց իրավիճակը։ Այստեղ հարցը մի կողմ դնենք, ինչ, ոնց, ում նախասիրությունը ինչպես, բայց զուտ ընտրական տեսանկյունից Գյումրին ցույց տվեց, որ իսկապես հնարավոր է, չնայած բոլոր բռնաճնշումներին, ռեպրեսիաներին, բանտարկումներին, այս հնարավորությունը դուք ցույց եք տվել ու համոզված եմ, որ նորից իրար հետ ցույց ենք տալու։ Շնորհակալություն շատ այս ջերմ ընդունելության համար։